Ողջույն սիրելի YouTube-յան հետևորդներ։ Մենք 194 դպրոցում ենք ու այսօր այստեղ տեղի է ունենում մի գեղեցիկ օր սերիալի նկարահանումները։ Ես որոշել եմ այսօր ձեզ համար backstage-ային կադրեր անեմ եւ իհարկե ձեր գրած հարցերին կպատասխանենք բոլորս։ Ոչ միայն ես, այլ նաեւ ամբողջ դերասանական հանձնակազմը, որովհետեւ երեք ես տեղադրել եմ Instagram-ի էջում հարցերի պատոհանիկ, որտեղ դուք թողել եք բավականին շատ հարցեր, որոնց մենք այսօր բոլորս միասին կպատասխանենք։ Իսկ եթե դուք էլի ունեք հարցեր, խոստանում եմ, եթե կոմենտներում գրեք, այդ հարցերին եւս կպատասխանենք։ Թե ինչ, գնամ հարցախեղ տանելու բոլորին, դուք էլ նայեք հոլովակը, վստահ եմ հետաքրքիր է լինելու։ Ուրեմն ես հարցերը այսպես առանձնացրել եմ։ Բոլորը այստեղ են ու կսկսենք հենց այս հարցից։ Սևակը պետքա քաչալնա, ուրա։ Ինձ հարց են տվել, Սևակը պետքա քաչալնա։ Ես էլ չգիտեմ, մենք էլ չգիտենք սցենարը, այսինքն ամեն օր ինչ որ նոր սեր ենք, ինչևէ չգիտենք ինչ է։ Իմիջիայլոց Սևակի կերպարին էլի հարց են տեքստն անցնում է եղեք այստեղ ու գրիմ են լինում։ Նայեք, Էրիկին բերել եմ, որ ձեր հարցերին պատասխանի։ Դες ինչ եմ արել։ Դա ինչ եմ արել։ Սրա մեջ եմ բերել հարցերը, որ կարողանենք հերթով պատասխանել։ Քեզ ուղղված հարցերը շատ են, պատկերացնում եք, չէ՞։ Դե ես մտածում եմ միջոցից ինքնաթ հարցնց։ Շատ։ Դե բոլորին կարծում չեմ կարող այսօր անդրադառնալ, բայց եթե հարցեր ունենաք, կարող եք մեկնաբանություններում գրել, հաջորդը կանենք երկրորդ մաս արդեն YouTube-ի մեկնաբանությունները։ Գնացինք։ Հարց Էրիկին։ Ինչու եք այդքան լավը։ Այս են հարցերից, որ միշտ մարդը անում։ Չպատասխանի։ Այդ հարցին պատասխանից թվում չկա։ Չկա։ Դե ախր ես այդ հարցին պատասխանեմ, կասեն ես տղաների գլուխ է կողում, Հասմիկ ջան։ Գոռոզա։ Ճիշտ ես ասում։ Ունենք հարց Լիլիթին։ Հաճելի է Գուգոյի հետ խաղալ Լիլ։ Շատ հաճելի է Գուգոյի հետ նույնիսկ շփվելը, նույնիսկ խաղալ, ամեն ինչը Գուգոյի հետ հաճելի է, բայց Իգնորացի որ ես դե։ Բայց ես մի հատ պրովոկացիոն հարցը տամ, էլի ես ունեմ դրա։ Ես պրովոկացիոն հարցը տամ ամեն դեպքում։ Մելս թե Վարդան։ Էրիկն է սեղել եք։ Ասեք դե մտածել ու բան չկա։ Կա։ Ահա։ Կապ չունի որ Էրիկը ստեղ է, բայց Մելս։ Բայց ու նայում է Էրիկի կողմը, տեսնի տեսել է թե չէ։ Դանակ ուղակի պահել է, ուղակի չի երևում։ Հենց հիմա։ Մեծ։ Բայց Գուգոյի հետ շատ հաճելի է ամեն բան։ Բաբոր մեծ աղջիկ ջան, ինչի մարդուց սարոշտեն ես պետք է պահեմ կանգնեմ։ Ոնց մարդուց։ Նախ ին մարդ չէ։ Իսկ ես ինչ մատանի ալի։ Սա ուղակի նվեր է։ Ուղղակի նշանվել ես չես ասում։ Չեմ նշանում։ Ես սփոյլ եմ անում, կինոյի վերջում իրանք ամուսնանալ են հարսանիքով, ես իրանց երեխին եմ։ Ես իրանք Դուք աշխատեք իրան մի լսեք։ Այո։ Սփոյլերի առումով, որովհետև ստանողությամբ եք գնալու։ Ինֆորմացիա սուց գնայ, դու գնայես առաջկան հարցը։ Չէ, արի, դու Հարցեր են տվել։ երեխեք։ Սմակեսը գորի հետ կապված է, չէ՞։ Չէ, առաջինը քո մասին է, հիմա Էվան ինտեգրվեց, նոր միջավայրին հարմարվեց, իրենից մեծերի հետ նկարվելու։ Հա, մի անգամ։ Դե սկզբում իմ համար մի քիչ դժվար էր, դեռ ես ասել եմ, որ շատ ամաչկոտ մարդ եմ, բայց հետո իրանք սաղն են շփվող երեխեք են։ Հա, սկզբում որ նոր եմ ինչ-որ նորտեղ մտնում, ամաչում եմ։ Ես քեզ հենց լավ եմ հասկանում, կողքից տպավորությունը, որ ես էլ եմ դեռ շատ բաց, չգիտեմ, ակտիվան լավ նկարվում եմ, բայց իրականում եմ որ առաջին պահին չեմ կարողանում մի անգամից գնամ ու ոink տարածքը ինձ դավանեմ։ Այ ես էլ եմ տենց, ու պլյուս որ իրանք նկարվել էին ինձանից շուտ, ես մի քիչ ավելի ուշ միացա, իրանք արդեն մտերմացել էին բան, տես շատ լավ էին շփվում, ես սկզբում եկա մի քիչ շատ էի ամաչում, բայց հետո սա սկսեցին հետո շփվել ու հիմա ամեն ինչ շատ լավ է։ Բայց չզգացվեց։ Դու մի անգամից որ դու ամաչում ես, հա։ Դե լավ, անց մի անգամից լույս էր։ Ինձ թվում է ինքը իր վրա աշխատում է, դրա համար չզգացած։ Հա։ Երեխեք։ Ոչ պատասխանը ես գնամ նկարվեմ։ Հələ պես քո մասին կա պատասխան։ Բելայի գեղեցիկ մազերը այրվեցին հենց նոր։ Գիտես քո մազերի մասին բան էին գրել։ Գրել էին բնական մազերն է, թե ոնց։ Իմ բնական մազերն ուղղակի չեք ցույց տալի։
Ուղղակի հենց նոր վառեց, Բայց էլի են լիքը հարցեր քեզ գրել, հեսա մի քիչ հետո որ ազատ լինենք։ Նայեք ինչքան են գրել, ու ինձ թվում է դու մի հատ հարցը դες։ Արի ես հարցը կարդամ տարբեր ձևերով։ Իրական, մասնա։ Так, ստեղ Կարենը սիրում է Սյուզեին։ Սյուզեն եւ Կարենը միասին են լինելու։ Իրականում դա Էվանն է, պատասխանը որ սպոյլեր Իրանք չի։ չգիտեն։ Մենք էլ չգիտենք իրականում, բայց ամեն ինչ դրան է գնում։ Խիա Շաքեն Շաքեն կերպարներ խաղում։ Ուրա Լիլիթը։ Շաքեն- Տարածքում չի։ Մենք կանդրադառնանք այս հարցին մի փոքր ավելի ուշ, երբ որ Լիլիթը կլինի տարածքում։ Իսկ մա աչքերից է։ Իր աչքերը շատ սիրուն են։ ինքը շատ լավ է։ Ինքը շատ լավ է կարողանում այդ բացական դերերը խաղալ դրա համար երևի։ Շաքեին ասեք մի քիչ բարյանի։ Ես շատ եմ սիրում, որ ինձ sense բաներ են ասում։ Երեխեք, ուզում եմ դուք բոլորը ձեր մեջ արդարացնեք Շաքեին, որովհետև ինքը բարի է, ուղղակի խանդոտ է մի քիչ։ Դուք ձեզ դրեք Շաքեի փոխարեն, եթե դուք լինեիք ու ձեր ընկերը հետաքրքրվեր ուրիշ աղջկանով, ինչ կանեիք։ Մենք մի քիչ առաջ Էրիկի հետ հենց դա էլ խոսում էինք։ Ոնց որ իրենք Շաքեն բարի է։ մենք քեզ արդարացրել ենք։ Այո, շատ Ոչ տոկոն Նա ասեք պատմել դուք կուզեիք Շաքեն դուրս գալ չէ բնականաբար։ Ոչ։ Ինչ հարց է դա։ Ոչ մեկը, որովհետև իրականում բացասական նոտաներով կերպարները նրա համար են, որ դրական կերպարները ավելի ընդգծվել։ Այսինքն դուք օրինակ Բելայի կերպարին կողո այդքան շատ չսիրեիք որպես կերպար, եթե իր դեմ բացասական կերպար չլինի։ Ինձ թվում է ցանկացած մեկը, որին ան պատկերացնի ինչ-որ կերպարի տեղ կարող է արդարացնել։ Միանշանակ։ Շաքեին էլ լիքը արդարացում։ Հա, բայց այդտեղ Ցանկացած աղջիկ իրան դնի Շաքեի տեղը, Հա, որ խոսքի արդարացնելը։ շփվելիցն էլ մեկ էլի ես խոսքի շփչոզենայի շփվի, հաստատ տես քայլեր կար էլ որի մետելից։ Ճիշտ ես ասում, դու խոսեիր, ես տեղը փոխում եմ կամարան, հա։ Վсё, ասում եմ ցանկացած աղջիկ էլի կուզենար էլի այդ շարունակել այդ հարաբերությունները, եթե ինչ-որ մի Բելայի պատճառով ջոգերը որ չէ։ Ինչ-որ մի Բելայի պատճառով։ Ինչ-որ X Բելայի պատճառով։ Հա, իրականում նայեք, մենք ինստիտուտում նույնիսկ սովորել էինք դերասանի վարպետություն, միշտ սովորում ենք նույնիսկ ամենավատ չար բացասական կերպարներին, եթե նույնիսկ մորթ են սպանել, չգիտեմ ինչ են արել, արդարացնել, որովհետև եթե դու չես արդարացնում քո կերպարին, քո հանդիսատեսը չի կարող սիրել իրան կամ չի կարող հասկանալ ինչու արեց դա, որովհետև այո, ցանկացած քայլ ունի իր արդարացումը եւ իր շարժառիթը։ Այս պահին ընթանում են մեր նկարահանումները։ Մեր նկարահանումների Պատրաստ։ Դու քիչել գալի, ասի խոսում ենք։ Արի։ Ո՞վ Դու նաուստիկ ունես։ Հա, դե ուրա, ասո բերեմ կամարա, իրական ուրա։ Սոթրեշու բերի իրականների։ Ինչա։ Ախատում այլ է։ Ընթացքում այս կադրերը Մազե այդ խոճուճ լավ է։ Բարե։ Ատոր։ Պատրաստ։ Արմա։ Всё։ Շատ ռոմանտիկ է։ Լու։ Հարց Մելսի կերպարին ավելի շատ տեսան խաղան Բելայի հետ, թե Շաքեի։ Այս Էրիկին է տրված այս հարցը։ Չէ, Էրիկ չպատասխանում ես։ Որպես Էրիկ պատասխաներ, թե նա ավելի պայքյան որպես Երկուսը երկար շատ է։ Խնդիրը որ մորալը ստեղ չի։ Չէ։ Ասես միած ես նկարենք, որ Լիլիթը ստեղ ասես Լիլիթը։ Մի հատ է։ Յատելան դարձ ում հետ ուզեիր ավելի շատ խաղալ Լիլիթի թե Մարալի։ Իսկ թվում է Լիլիթի հետ։ Իր հետ շատ է շտարվում։ Իրոք մի դուբլով սա խոսում ենք։ Ու հաջորդ գալու։ Մարալի։ Հա, կարալինի շատ Սյուզին է անում ամենաբարին երկրորդ նամակս է։
Այս սնանկալություն։ Այս երևի մեջ չեն գրել, բայց մենք կպատասխանենք, ինչ չեք սիրում ձեր մեջ։ Ով առաջինը պատասխանում։ Որպես կերպար, թե որպես Չէ, երևի, եկեք որպես մարդ պատասխանենք։ եկեք։ Ով է սկսում։ Չեմ սիրում տեսողությունս։ Շատ վատ եմ տեսնում, -7։ Հա, լինզաներ եմ կրում, եթե ինչ։ Ես չեմ սիրում մեր բնավորության գծերից, որ շատ overthinker եմ այդ Այդ Ամերիկայից է բերել Չէ, այդ բառը։ Ամերիկայից չի, լիքը Հայաստանում այդ մարդիկ կան, այդ իսկ թինեջերական տարիքը նորմալ է, բայց չէ, տարիքից խանգարում է։ Տարիքից է։ Մեծանես կանցնի եւ ես որպես մեծ մարդ։ Մենք 16, 19 արդեն։ Սեպտեմբերի 2։ Շնորհավոր եմ սեպտեմբերի 2-ին։ Քանի չեկե ժամանակը չեմ գալու։ Եկել եմ Ալինային Արցախի տանել։ Իրականում ես ամարտել եմ նկարահանումը, բայց դա չէի կարող կիսատ թողնել։ Հիմա ուզում մի քանի հարց տամ։ Ում հետ է շատ հեշտ աշխատել։ Պրովոկացիա։ Իրականում բոլորը երկրպես են ապրել անկեղծ։ Ում հետ որ ես ունեմ տեսարաններ, շատ հեշտ եմ աշխատում, բայց բնականաբար եթե տեսարանները դիտումների հետ են, այդ տեսարանները ամենասպասվածն են։ Ես եմ շատ սիրում տիկինների հավասարին։ Դուք չեք էլ պատկերացնում, թե ես ինչքան եմ ափսոսում, որ լսելի չի Գոռի հետի զրույցը, նախ ասեմ, որ ամբողջ ընթացքում խոսափողոց չէր միացել փաստորեն եւ մենք ուղղակի հենց այնպես դեկորատիվ կերպով այդ խոսափողները պահել ենք մեր ձեռքում եւ զրուցել ենք ամբողջ ընթացքում, իսկ այս հատվածը չի լսվել, որովհետեւ կողքի աղմուկը շատ է եղել ու ասեմ, որ մենք Գոռի հետի զրույցը նկարել ենք մոտավորապես 10 րոպե եւ ես հիմա ափսոսալով մոնտաժում եմ այս հատվածը ու մեզ միացել են նաեւ դերասաններից մյուսները եւ շատ շատերը, ու սա ամենահետաքրքիր հատվածը կարող է լինել այս վլոգի, բայց խոստանում եմ երկրորդ մասում մենք նույն սաստավով, նույն կերպով, նույն հարցերով, ինչպես նաեւ ձեր նոր գրած հարցերով կխոսենք, կզրուցենք եւ դուք այդ ամենին արդեն ներկա կլինեք, իսկ հիմա ես կփորձեմ հանել հատվածներ, որոնք գոնե մի փոքր լսելի են, այդ հարց պատասխանը դուք կարծում եմ կլսեք։ Մի քիչ ձայնը բարձրացրեք եւ շարունակեք դիտել։ Եթե ոչ մնել, ապա ինչ։ Բնականաբար։ Քո կարծիքով այս բոլորից ով է հոգեպես ամենագեղեցիկ, այո, Մենք կարող ենք անենք խոսում։ հա, այո, հոգեպես ամենագեղեցիկ։ Իսկ եթե ոչ կերպային Ահան արի ես կողմ շատ լավ է, շատ։ Որնայես օրինակ մի ժայռը բխում, քննես սովորում ես դասես
Բայց ես քեզ անգամ տեսա, մայրիկի Մենք բոլորով ձեր հետքերը հանդիպնայով ուրախանում ենք երբ Այո, մոմենտներն էլ Վայ, շատ եմ սիրել կինոն։ Էրիկը սիրելի ունի։ Ոչ։ Իհարկե։ Պրովոկացիաները։ Այնքան կուզեմ մենք Սուբելան միասին լինեն։ Կուզեմ, որ գրածս կարդեք ենթերում։ Կարդեցի։ Քանի սերիարանոց է, այդ հարցին չենք կարող պատասխանել։ Ինչա կատարվում ընդմիջման ժամանակ, ես դու գիտեք, որ Դավիթը ես ինձ աչքեր ունի։ Հորը սարը։ Հա? Ես նկարեցի կողքից, հələ նայի ինձ լյով։ Վիդեո անեմ ապե։ Տեսեք գեղեցկու հիմարելը պատրաստվում է։ Ու իդեպ իր ընտրված հարցերից մեկը մարել հարցում են երբ ես կերպարն է փոխվելու։ Ես էլ չգիտեմ, բայց ուզում դա շուտ լինի։ Հոգնել ես այս շորերից։ Չէ, բայց ես սիրում եմ իրան, բայց դե շուտ սիրում։ Չէ, գեշ չես։ Բոլորը նկատել են որ սիրուն ես։ Նայեք սիրուն է։ Նայեք։ Մեկը գրել է, այնքան եմ ուզում, որ Մերսը եւ Բելլան միասին լինեն։ Ուրախ կլինեմ, որ կարդաք։ Կարդացինք։ Տեսնենք ճակատագիրը ինչ է որոշել։ Մերսին հարցրեք, քանի տարեկան է, ու ասեք իր կերպարը շատ եմ սիրում։ Մերսի շատ եւ 22 տարեկան եմ ես։ Էրիկը 22 տարեկան է, բայց Մելսը 17, 18։ Ինչ լավ պատասխանեցիր։ Եթե չխաղայիր Olmaz'ı olmayı Innesa'yı veriyor çocuklar. Innesa'yı da çıkarayım. O gel para kuzey çıkarır. O da kesin destek olabilir mi? Տեսակով ոչ մեկը։ Չէ, ոչ մեկը տեսակով ինձ մոտ չի։ Ես տեսակ եմ շատ յուրահատուկ։ Այո, չէ։ Տարօրինակ չես։ Շատ հետաքրքիր ժասմինի։ Говорите, что если хорошо сценарий выкладываете, жасмин շատ Արմանը, չես փոխվում, չէ՞ Լալի։ Հարցեր քեզ։ Ինչ հարց կտայր ինքդ քեզ, եթե դու լինեիր հեռուստադիտող։ Ինչի հենց լեվը։ Ինչի անվան հետ կապված, թե կերպարի։ Կերպարի, Արմանի։ Չէ, անվան ասում եմ, ոնց որ ինչի հենց Լևոն անունի համար ես ասում, թե կերպարի։ Չէ, անվան հետ էի կապված ասում։ Հա։ Իսկ դու նախորդ պրոյեկտում ես, չէ՞ եղել Շանթի։ Հա։ Նմանություններ կա այս կերպարների։ Ընդհանրապես։ Մենք շատ տարբեր մարդիկ են, տարբեր կերպարներ։ Հիմա հեշտ է դրվում։ Այս մեկը ավելի հոգեհարազատ է, որովհետև հենց այս տարբերների նմանություններ ունեցել ենք։ Հա։ Այստեղ ավելի խաղարկային տեսանկյունից ավելի հետաքրքիր է, որովհետև ինքը ավելի կռվարար է, խաղալտել շատ կռվարար։ Դու կռվարար ես։ Լևոն է ես չեմ։ Իսկ դու կռվարար ես։
Հա, դե արդյունքի դառնումս ոչ Երբ են Մերսն ու Բելան սիրահարվելու։ Մենք չգիտենք դեռ Բելան եւ Մերսը իրար կսիրահարվեն, թե ոչ։ Այո, տեսեք։ Այստեղ հարց ունենք, որ գրել են ինչի Շաքեն միշտ բացասական կերպարներ խաղում։ Ասում որ բոլորը չեն կարողանում բացասական կերպարներ խաղալ։ Հիմա քո պատասխանը։ Քանի որ հանդիսատեսի ինձ երկրորդ պրոյեկտն է, որ տեսնում է, հա, նախորդում եղել եմ բացասական ու շատ բացասական։ Ինչքան էլ ես իրան փորձում եի արդարացնել, միևնույն ինքս իմ մեջ հասկանայի, որ դե մի քիչ վատ բան է անում էլի ամեն դեպքում, բայց Շաքեն բացասական չէ։ Այո, որովհետև Շաքի արդարացումը շատ հիմնավոր է։ Շատ հիմնավոր է, մենք բոլորս կարողանում ենք դրան ապրել։ Այո, եւ մի մոռացեք, որ ինքը ուղղակի 17 տարեկան սիրահարված խանդոտ աղջիկ է։ Տեսնես մեր 17 տարեկան հարստադիտողներով ովքեր սիրահարված են եւ ինչ խանդոտ են շատ շինել։ Չգիտեմ։ Ունենք դες աղջիկներ։ Չեն ասի լավ։ Այդ մենք ենք անկեղծ, իրանք են որ անկեղծ չեն։ Հարին եմ ես քեզ։ Ուզեի մեսաժ լեվան քեզ սիրեր։ Իհարկե կուզեր, իրա ցանկությունը էտա ուղղակի չի ասում։ Դե չէ, դե բոլորին կուզե, օքեյ է։ Իրա շատ եմ սիրում, ես Արմանի շատ եմ սիրում, հա կուզե իր այդ խաղը։ Քո աչքերից ամեն երևա։ Կուզե երեխե։ Արման խաղը ինձ եմ կուզե։ Ոչ ես եմ դեբիլ, ոչ։ Չէ, երեխա, չէ կուզե, չէ։ Անի տախելոք ունի։ Լավ։ Ամենասիրելի ֆիլմը կամ սերիալը ասա, որ կարող են նայել հարստադիտող։ Իմ ամենասիրելի ֆիլմը եղել է ու միջև վերջինից թվում է կմնա Mr. and Mrs. Smith-ը։ Իսկ ամենասիրելի սերիալը, ես շատ սերիալներ չեմ նայում, բայց վերջին նայածս եղել է Ալինյոնը Netflix-ի, որը հիմնված է իրական դեպքերի վրա, անպայման նայեք, շատ նայեք։ Հետաքրքիր է, ապրես։ Բա դու ինչ լավն ես։ Իսկ սերիալները։ Ովքեր են քո ձեռքբերումները այս պրոյեկտում։ Դիտում եմ այս հարցալես որի մոմենտ։ Դե Հասմիկը այո ինձ համար բացահայտում էր, որովհետև ես երբեք չի մտածի, որ մենք դեռ կարողանանք իրենց շփվել։ Ահա տարիքային ոչ մի մտածել ես քիչ էլի։ Իսկ չէ, բացահայտում չի մտածի, որ երբեք չեմ ես։ Ուղղակի երբեք չի մտածի, որ sense մտերման է։ Ոչ որ դու լավ չի մտածել չէ, բայց դա Anche չգիտեմ, հաճելի է։ Երբ որ լինի ռագինայի, երբեք չի մտածել։ Sinceramente ես կտավան։ Իհարկե ցած կոմոդիկան։ Իրականում պրոյեկտի ձեռնարկող բոլորը հրաշալի մարդիկ են, անգամ չգիտեմ։ Այն մարդու մտամունակից են շփվում, պիտի էստեղ լիներ։ Որովհետև առանց իրա ինձ թվում է պրոյեկտը չէ։ Այո, քիչ պիտի քանչեր շփվայից, շատ ճիշտ է հավաքել։ Շատ ճիշտ։ Այդ մասին իրականում չի մտածել, որ մեկով կարող է չլինել։ Պատկերացրու ինչ-որ մեկը բացակայ է։ Չէ, Իսկապես չէ։ Ապրե։ Այն ամենը չես տալիս, բայց ինձ չի հարցնում։ Իրականում իմ ամենը տվել էր զորնստը։ Հա, մինչև վիդեոս ես ասացի, որ ես շատ մարդ եմ, որ չեմ չունեմ քեզ։ Չէ, ոչ մեկ ոնց չտամ։ Միտը բոլորին իսկապես շատ եմ սիրում, բոլորը շատ։ Թե դասարանի երեխեքը, թե մեր դասատիները, թե մեր տեխնիկական անձնակազմը շատ լավ։ Մի հատ կոմենտ եմ կարդացել, YouTube-ում գրել էին այդ չորոցը քիչ ցույց տվեք, Ես չէ, առանց դրա չի կարող լինել դպրոց։ Դա խորոցի մի մասն է։ Այդտեղից է ամեն բան սկսվում։ Ապրես այլի։ Էլսը ու Բելան իրար հետ են լինելու։ Նայեք, դուք տալիս եք հարցեր, որոնք ավելի շատ սյուժետային են։ Եվ մենք այդքան էլ այդ ինֆոին չենք տիրապետում, բայց ամեն դեպքում փորձում ենք մաքսիմալ դες ուզող կողմից պատասխանել ու ասել, որ մենք այդ ինֆոին չենք տիրապետում։ Լևոն, քեզ լիքը հարցեր են գրել, երբ ես գալիս պատասխանելու։ Հա, շատ։ Հիմա մանրակալից ինտերնետի Մեկ հարցրել էին տարիքդ, կարող ես պատասխանել, տամ միկրոֆոն։ Հա, մի րոպե ասեմ, ընտրեմ։
Քանի տարեկան է Լևոնը։ Պապի։ Տեսանը նկարենք, հետո մյուս հարցերին կպատասխանեն։ Ռեալ թե Բարսա։ Հիմա չեմ հետևում կողմի ֆուտբոլային ակումբի, բայց փոքր ժամանակ ակտիվ հետևել եմ Բարսա։ Իսկ չես հետևում, որովհետև ժամանակ չկա, ամբողջ օրը Չեմ հետևել չի։ Սա ի՞նչն է հետաքրքիր։ Այս ամեն ինչը հասնիկ ջան։ Դու ասա քո կարծիքով ա միշտ ուշանում նկարահանումներից։ Բոլորը բացի ինձանից հասնիկ ջան։ Բոլորը բացի ինձանից։ Դե տես, ես քանի որ չեմ ունեցել հատուկ տեսարաններ, որ մենակ ես ու դու ունենք, չեմ ֆիքսել ժամանակին ես գալի թե ուշանում ես։ Ես ում հետ տեսարաններ ունեմ, բոլորն ուշանում են բացի ինձանից։ Ես երբեք չեմ ուշանում, ես կարող եմ աշխարհում բոլոր տեղերից ուշանել, բացի աշխատանքից։ Հա, չէ, ես չեմ ընդունում։ Ես իմ կերպարը շատ եմ հավանում, որովհետև ինքը առաջացնում է նոստալգիկ հիշողություններ։ Ու վստահ եմ, որ դուք եք դա զգացել ու ես դա տեսնում եմ ձեր էդիտներից նաև։ Հետո իմ ու Մարալի տեսարանից հետո ձեզնից լիքը կարծիքներ եմ լսել այդ մասին եւ կար նաև հարց, որ արդյոք ոնց որ նույն կերպարն է, ոչ նույն կերպարը չի, ուղղակի պատկերացրեք, որ այս կերպարը ունեցել է մոտավորապես այնպիսի անցյալ, օրինակ դպրոցում եղել է այնպիսին, ինչպեսին որ բեղան է հիմա։ Այդպես։ Ասում եմ, ում պատճառով եմ երկրորդ, երրորդ դբլ նկարում միշտ։ Իմ։ Ինչ ես անում։ Համ շատ եմ ծիծաղում հաս, համ էլ մեկ իջևանի բարբարով եմ խոսում, մեկ-մեկը որնա միշտ։ Իսկ շատ ես կենտրոնում, որ բարբարով չխոսքս։ Սկզբից հա, հիմա չէ, հիմա չէ դրա համար եք շատ դուգել։ Բայց բարերեք Okay. Մեկ versus մեկում է ինչ-որ բարեր ես ակտիվ։ Բան է, մի անգամ պետք է բան ենք, լվացքի մեքենա ասեմ, ասում եմ դե տատիս հետ տեսարան էր, ասում դե տա ջան լվացքի մաշին մեր տան ներկա ասում եմ։ Հա, բայց ինչ կլիներ, մեր սորն է, Ավելի լավ։ Իրականում շատ ամեն ինչ կենտրոնացած Երևանի վրա։ Եթե ինչ-որ միջոցառում են անում, կոնկրետ Երևանի վրա է կենտրոնացած։ Եթե ինչ-որ բան են նկարում, Երևանի բարբարը պետք է օգտագործել, որովհետև Երևանում էլ կա բարբար։ Ինձ թվում է ժամանակի հետ կարծրատիպը կկողի։ Մեր ձերն է այդ ամեն ինչ էլի հասմիկ չա։ Ու գումարած ժամանակին մարդիկ կոմպլեքսավորվում էին, երբ որ իրենք մարզից էին կամ Ես ընդհանրապես, ասենք իմ ծանոթների ընկերների հետ որ ըստեի հետ կապ չունեցող մարդկանց հետ, որ կարող է չաթ թեկուզ գալ ասաբոյ ու վարկեն միջևանի բարբարով, ասում եմ, տենց ես խոսում իրանց հետ, ասում եմ, հա, ասում եմ, ես եմ, ես որ գրական եմ խոսում, այդ ոնց որ ես չեմ եմ, խոսքի հետ կար մենսը։ Լավ է, որ դա կոմպլեքսավորվելու հիմք չի դառնում, որովհետև իսկական ժամանակին, հիմա ճիշտ ես ասում, կարծրատիպերը շատ են կոտրվում, բայց ժամանակին մարդիկ շատ էին կոմպլեքսավորվում, կամ որ Երևանում դասարան էր գալիս մարզից ինչ-որ մի երեխա, տեղափոխվել էին Երևան օրինակ, ինքը թիրախավորվում էր, բուլինգի էր ենթարկվում, այն ժամանակ շատ կար։ Հիմա լավ է, որ կոտրվում այդ կարծրատիպը։ Մենք գրելով վերջապես վաղը հանգիստ խղճով կգանք, թե չէ 3 օր գալիս ենք, բայց այնտեղ ձեզ չենք տեսնում, իսկ դպրոցում։ Այսօր գալու են, փաստորեն։ Այսօր գալու է։ Այսօր մենք կդիմավորենք ձեզ երեխեք չան։ Ուրեմն երեկվա վիդեոից հետո որ տեղադրել էի, ես այստեղ մի տեղ կդնամ փոքր տարբերակը, կտեսնեք ինչ վիդեոյի մասն եմ ասում։ Բոլորը գելեն ուրեն բերանում էլսը, բայց այդ հոլովակում կոնկրետ Էրիկը չեղավ, այնպես չի որ չեր ուզում մեզ հետ նկարվել կամ մենք չենք առաջարկել էլի, իսկապես չենք տարբերել։ Նկարահանումների պատճառով չկարեցանք մենք ունենալ այդ։ Եթե Էրիկը լիներ այդ տեսարանում, ձեզ համար լիքը բացահայտումներ կլիներ, ինչը անթույլատրելի է, այնց որ մենք զգուշավոր ենք եւ կերպարային գծերը չենք փորձում բացահայտել եթեր գնալուց առաջ։ Ինչ անում ենք ձեր համար եք անում երեխեք։ Որ հետո ինտրիգը լավ լինի։ Ոչ ասո ինչքան ինտրիգային է, չէ՞ մի ինտրիգը չվերջացուցել գալու, ոչ հետո այդ մեկը։ Ես որ սցենա կարդամ, թեկուզ իմ կարդալուց որ ասում եմ, այս վերջի բառը ուզում եմ տենամ չկա ուրիշ սերիալ, ներվանով։ Բա մարդիկ ինչ ասեն, որ մի հարավիկավը նկարողանում նայել 30 րոպեով ու մեկ էլ վերջանում է։ Մեկ էլ օրինակ ոնց է սցենարը կարդում, բոլորինը կարդում ես, ամբողջ սերիան կարդում ես,
Իսկ ամեն մեկին իր ձայնով ես կարդում։ Իր ձևով։ Ոնց խոսում են ներազանները, այդպես կարդում ենք իրականում սցենարը։ Հետաքրքիր բան է։ Ինձ թվում է սցենարիստն էլ այդպես գրում։ Օրինակ քո տեսարանը գրելիս սենց քիչ պատկերացնելով ա գրում քո ձայնով, որովհետև ես իմ տեսարանները կարդալիս մեկ-մեկ հասկանում եմ, որ սա կոնկրետ ինձ համար գրված բառեր է։ Կոնկրետ։ Իսկ ամեն նույնը սերիա։ Հա։ Մի քիչ կարող ասենք նկարահանման ուղղանից հետո ուզենամ շուտ քնեմ, բայց նայում եմ ինձ կարող եմ մի թեթև առաջ տալով նայեմ, բայց նա։ Իսկ այսքան ժամանակ ինչ ա եղել, որ նայես ու չհավանես, ասես այ էս, չգիտեմ, ժեստը էլ չեմ անի, այ էս մայկան էլ չեմ հագնի։ Տեսարաններ կա, տենց դուրս չեմ գալի մի քիչ, կարող է շատ հայացքս փախցնեմ, բան, հենց սկզբի սերիաներից, բան, հենց մի քիչ փորձում եմ աշխատել իմ վրա։ Ինձ դուր եմ ասել, աշխատում են մարդիկ իրանք վրա, ես էլ եմ դարձան։ Ես էլ եմ դուր կադրեր կա խոսքի ջողում եմ, որ ես կադրից մի քիչ սիրում չեմ նայում, աշխատում եմ այդ բանով կամերային չդնեմ այդ դեպի։ Իա, բայց դες չի լինում, որովհետև ես օրինակ միշտ սիրում եմ ձախ կողմից, բայց ինձ միշտ նկարում են աջ կողմից, որովհետև դե տեսարը, որ միզանցեն են դնում, քեզնից չի կախված դու որ կողմում կկամ լինես։ Չեմ սիրում, որ ինձ աջից եմ նկարում, բայց միշտ տենցով տոց։ Ում հետ խոսեմ։ Օպերատորները կտան պատիվ կտան։ Հաջորդ հարցը։ Ընդհանուր առմամբ Instagram-ով ստացել էի մոտ 500+ հարց ու բնական է չէ, որ անհնար է այդքանին պատասխանելը, բայց փորձել եմ ով մի վայրկյան ազատ ժամանակ ունեցել իրեն խոսեցնել ու այն հարցերին պատասխանել, որոնք այդ պահին սենց աչքիս տակ ընկնում են։ Այնա Լիլիթն է։ Ինկերուհիս լավառան երեխեք ծանոթացեք։ Հանդերձավորվել դեռ միս լավան չէ։ Հա, հիմա կերպարանա փոխվի Լիլիթը։ Իդեպ ստեղ էլի ինձ կոնկրետ ուղղված հարցեր կային, որոնք հիմա տեսեք չեմ գտնում, նայեք, սենց բնաշետով գրել եմ։ Չեմ գտնում։ Դու ինձ ինչ հարց ունես կարա։ Ոնց կարելի է չմտածել ինձ ինչ հարց ունի։ Մեկ գրել է շոտ սիրուն եք։ Շոտ շնորհակալ եմ։ Ես էլ եմ իրանում, որ շոտ սիրում եք։ Դերասաններից ում հետ եք շատ աշխատում եւ ում եք շատ սիրում։ Բոլորին շատ եմ սիրում, իրականում մեծ մասի հետ առաջին անգամ եմ աշխատում, բայց օրինակ Լիլիթի հետ, որ իմ կերպարը ընկերուհիներ են, Միս Լարայի հետ, մենք ինստիտուտից ենք ծանոթ ու իրար հետ սովորել ենք զուգահեռ կուրսերում։ Բայց այս ընթացքում հասնուշի որ ընդհանրապես արդ չենք ունեցել միասին աշխատելու։ Չէ, աշխատել ենք, ո՞նց չենք աշխատել միասին, Արմենիայում ենք աշխատել միասին։ Ուղղակի փոքր են, ես տենց հա, բայց աշխատել ենք իրար հետ։ Փոքր ենք աշխատել, այստեղ ավելի տենց Դե որովհետև ճանաչել իրար։ Սխալ, բայց 12 թվից իրար ճանաչում ենք, 2012 թվից։ Հիմա մեր հետևորդներից շատերը այդ թվին նույնիսկ ծնված չէին հասկանում։ Չեմ պատկերացնում, բայց մենք իրանց էլ ենք ողջունում։ Այո։ Իրանք գոյություն ունեն, հասկանում ես։ Ու էլ ում հետ եմ շատ աշխատում Հայկի հետ, ոնց որ իմ կերպարը իրականում շատ կապված է ուսուցչական անձնակազմի հետ բնականաբար։ Ճիշտ է, ես իրաց դասղեկն եմ, բայց ավելի շատ նկարվում եմ ուսուցչական անձնակազմի հետ։ Ու ինձ է կանչում։ Մերսի կերպարի, Բելայի կերպարի ու ձեր համար գժվում եմ։ Շնորհակալություն։ Մերսի շատ։ Բելան ու Մերսը միասին են լինելու։ Մերսի կերպարը կապեցի, երբ Բելան ու Մերսը իրար հետ լինելու։ Մեկ գրել է Բելայից էլ չնեղացնեք։ Ես ամեն ինչ անում եմ դրա համար, շնորհակալություն։ Էդու մայ փոտնա։ Այս հասմիկին։ Հասմիկին, ոնց հասմիկ այցած ունի։ Հա։ Մեզ պետք է գազերեկվիզիտ արվես, հարապետից։ Պատասխանել եմ արդեն այդ հարցին։ Դուք եք սխալ հասկացել։ Հա, այս ուրիշ է։ Լավ, նոր։ Ես մեր դասակի YouTube-ին մեջ։ Հա, հասցեինով եմ։ Հա, պատասխանել ես։ Okay, ներողություն։ Այսինքն այսքանը կհանդիպենք հաջորդ եթերաշրջան։ Այնքան շատ տեսարաններ ունենք, որ չեմ հասցնում հարցեր տամ իրենց, չեմ հասցնում, հարցերը մնաց։ Հիմա չգիտեմ ինչ տալեմ։ Գլյոս է։
Ապա շփվեք ներս ինչ եմ նկարել։ Իրանք միշտ խնդրում Вообще կադր չեք, չէ՞։ Ոգին, քո միտքը ներհուն, առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ, որ չմոլորվեմ քո ոլորտներում և իմ հոգու բարդ եզերքի մեջ, պարզեցրու զտիր խոհերին խառնակ, առ քո թևերի, տար ինձ ժամանակ։ ապրես, նսրի շատ լավ ընտրություն էր։ Ես կողքից հետևում Միկրոֆոնով, լիլ։ Միկրոֆոնով։ Ես կպայեմ դուք հանգիստ խոսեք։ Հին թիվ եմ։ Որպես աշակերտ եմ ուսուցիչ։ Ան լիլի մվերցրու։ Խնդրում կադրից դուրս եկեք։ Ես Ես 5 րոպե առաջ մոտ առողջ մեր մոտ։ Մի գնա գոր։ Ես ուզում եի ասել, որ հետևում էի ձեր նկարահանմանը եւ հիանում էի, թե դուք ոնց եք կարողանում այսպես պրոֆեսիոնալ այս շատ լարված, այսպես խիտ գրաֆիկով նկարահանումների արանքում ինչ-որ ինտերվյու նկարել։ Ես գիտեմ, որ հետագին շատ հետաքրքիր են, մանավանդ այս կադրից դուրս այս ինտերվյուներ եւ այլ վիդեոներ գիտեմ, որ պետք է անել, ես չեմ անում ու հիանում եմ ձեզ մոտ, որ ստացվում է ձեր մոտ ու փայլուն է ստացվում։ Ու ասեք, որ այդքան տենց խիտ տեքստ է արանքում, որ մի հատ ուրիշ բանից խոսում, մի անգամից չեմ հասել, որովհետեւ տեքստը հասնում, խնդրում եմ, ուզում ես բա առանձնահատուկ ընդգծենք, ինքը մամա է։ Ճիշտ է։ Ինքը նայեց շատ լավ է։ Պետք է գնա։ Ես էլ միշտ մտածել եմ ոնց ամեն ինչ հասցնում։ Ինքը մեզ նոր անգամ տորթ էր բերել։ Այդ շատ գովելի է։ Ես եմ Նապոլեոնը, կստացի, ուժի մեջ է, կբերեմ։ Հա։ Ես մոռացել եմ, կբերեմ այդ Նապոլեոնը, ես պիտի բերեմ անպայման։ Հեսա վաղ պրեմիերա ունենք, դա հանձնում եմ թատրոնում։ Ու բան ենք անում, այդ Նապոլեոնը։ Նապոլեոն կտվի։ Չէ, այդ բանը մեր Նենց ոտ բան է եղել, ինչքան նկարել ենք, ոչ մեկի ձայնը չի գրվել։ Չգիտեմ ինչից է, բայց միացած են միկրոֆոնները։ Դե չիլնի։ Սենց կծեմ, ես կանը YouTube-ի համար։ Պատիլայց հետևեք, պատիլայց։ Անձայնը կծեմ։ Okay, Էստական Լևոնը, դերասանական կազմը սա ինչ-որ բանության մեջ է, ստոպերի նկարները, մեր տեխնիկական գործով զբաղված ամեն դեպքում։ Լավ մեծ օպերատորներին հարց ես ընթացքում։ Սիրելի օպերատորներ, ում եք ամենահեշտը նկարում։ Պրովոկացիոն հարցերի շատ է։ ով տեքստը լավ գիտի։ Իսկ ով տեքստը լավ գիտի։ Յովը։ Որը գիտի։ Իդեպ նորը երգ էի լսում։ Այո, շատ։ Եթե չեք լսել, գնացեք լսեք։ Ոյ Սենյոկս ինչ թոփրտոց էր մինայ։ Ուզում էի այլ դրանից առաջ հետ բերեցի, մեկ էլ լիքը հարցեր էին քեզ գրել եւ շատերը գրել էին, որ քեզ շատ սիրում են ու մեկնաբանություն լուրջ հարցերի մեծ մասը հարց չէր քեզ հետ կապված, որովհետեւ ուղղակի գրել էին, որ քեզ շատ են սիրում, որ ամենասիրելի կերպարն ես, որ սպասում են քո կերպարանափոխությանը եւ մի բան էլ կար։ Հա, եւ որ ուղղակի Բելան որպես կերպար տենց շատ առանձնանում է եւ Բելայի կերպարը շատ են սիրում։ Ես էլ ձեն ասամ, Պաչիկներ։ քեզ է։ Ապրես։ Այդ պրոցեսը ունեցել ես։ Ահա եղել հենց անունը ասա։ Չէ, ինքը հենց մնա է։ Բարի։ Դες ոնց է եղել, բոլորը իմացել են, բայց մենակ ինքը չի իմացել։ Լսիր, ուրեմն մի բան միշտ հիշիր։ Աղջիկը, եթե նույնիսկ տղան դեռ չի հասկացել, որ հավանում այդ աղջկան, բայց մտքով ինչ-որ մի բան անցել, ասած ներքին քիմիա կա, աղջիկը դա արդեն զգացել է։ Չէ, ես եմ ասում, որ բարձր է, ինքն գիտեր, բայց բոլորը գիտեր բացի իրենից։ Կաս ես տեսած։ Չկա։ Լավ պրծանք որ չկա։ Թե չէ հայկը ճողայնանում էր։ Կարելի է ես քեզ Հա, այո, սիրո։
Քո խաղացած ամենա շանթում, ամենա քո սիրած կերպարը նա է։ Նա ես շանթում երկու կերպար եմ խաղացել, հիմա Մարթա եւ Էլենում Մարիա։ Իսկ Մարթա թե Մարիան։ Շատ ճիշտ է։ Ասես մի հարցին է։ Հա, հենց տենց։ Օ, քո ամենասիրելի ֆիլմը, առաջարկիր մարդկանց թող նայեն։ Ամենասիրելի չէ, բայց այս վերջի շրջանում որ նայել եմ, человек, который изменил всё։ Շատ եմ սիրում խոսքի, Բրեդ Պիտն է, մեր ուրիշ մարդը Բրեդ Պիտը մեր ամեն։ Մերոքական ապրեսեր։ Ձեզ նայեցի շատ հարցերի համար և Հասմիկին այս հոլովակի։ Ապրես, այն հետո դու կապ Իսկ այլ է ներձ ես կեզ տան։ Իհարկե։ Մարիան թե Մարիա։ Նայ, իմ կյանքը շատ ճիշտ է ձևավորվել ու դասավորվել, որովհետև այս տարիքում օրինակ չէի կարող էլ Մարիամ խաղալ բնականաբար հասկանում ես ու հիմա ասած Մարթան շատ տարիքի մեջ է, շատ իմ այս բայի վայբի մեջ է, ավելի ներդաշնակ խաղաղ վիճակը, այս տարիքում ես երբեք Մարիամի կերպարին նման չեմ եղել, այսինքն ես ոչ թե ջուր բատանիկ եմ եղել, ճիշտ է շատ լավ եմ սովորել բոլոր տեղերում, բայց հաստատ առաջին դասից փախնողում եմ, ես եմ եղել զուգահեռ։ Դրա համար ճիշտ է։ Իսկ որտեղ ես ավելի շատ ասելիք ունեցել։ Այնտեղ ուղղակի ավելի շատ է տեսարաններս ու զբաղվածությունս, այդ իմաստով երևի այնտեղ։ Բայց եթե հաշվի առնենք, որ այս պրոյեկտը այդ կերպարից շարունակություն է որպես, ես շատ ուրախ եմ դրա համար։ Հասկացա։ Իսկ կուզեի ուրիշ ինչ-որ գործունեություն ունենայիր մի գեղեցիկ օրվա մեջ, այսքան դերասանական։ Օրինակ կոորդինատոր լինեի։ Չէ, սերիալի մեջ, օրինակ տնօրեն լինեիր։ Հա, սերիալի մեջ ուրիշ կերպար։ Ոչ թե դասղեկ լինեիր, ուրիշ դասատու լինեիր։ Չէ։ Ուրիշ առարկա դասավանդեր, թե գրականությունը քեզ գնա։ Չէ, դե առարկան տարբերություն չկա ինչ-որ դասավանդերի կերպար է, բայց օրինակ հենց Մարթայի կերպարը ու հենց այս անունով շատ հավես է, որովհետև այն անվանից պատմությունը հիշում եք, չէ՞ որ պատմել եմ, հիշում ես։ Չես նայում օրելերս։ Ոնց որ սենց հավես է, որ եկել է իմ կյանք, էլի։ Շատ ճիշտ։ Ուրիշ հարց չունես։ Ես շատ հարց ունեմ, բայց ինձ չի թվում, որ շնորհակալություն շտեղ այդքան երիկ կան։ Հաջորդ կուզես ինձ շարունակություն լիներ մի գեղեցիկ օրը, այսինքն երկրորդ եթերաշրջան լիներ։ Երկրորդ եթերաշրջան, եթե նույնիսկ լինի, ու վստահ եմ, որ հեռուստադիտողը շատ կուզի որ լինի, հենց մեր հետևորդները կգրեն հաստատ, բայց եթե նույնիսկ լինի, ես կարծում եմ, որ կոնկրետ իմ կերպարը չի լինի, որովհետև պարզա չէ, որ երեխեքը կմեծանան ու գլխավոր դերերի շարունակությունը կլինի ու դպրոցից դուրս կգան եւ բնականաբար արդեն համալսարան եւ այլն այդպես։ Բայց օրինակ իմ երազանքն է, որ խաղամ բացասական կերպար։ Ես ուզում եմ բացասական կերպար։ Ոչ ոք չի պատկերացնում ու դրա համար այդ կերպարը չեմ տած, բայց որ խաղաց պատկերացնեմ։ Չեք պատկերացնում ոնց կխաղա։ Ուղղակի չեն սիրել։ Ինձ նույնիսկ բացասական ես խաղում, այլ չեն սիրում, իսկ ես։ Իհարկե։ Ալինան։ Իհարկե, երբ որ բացասական ես ինում, քեզ չեն սիրում։ Բայց քո կերպարը բացասական չի։ Այո։ Իր արդարացումը։ Դեռ կիմանան իմ կերպարի պատմությունը։ Բայց օրինակ իմ կարծիքով, Հա։ այդ որ ասեցի շարունակություն, որ ասում ես կարծիքով շարունակություն որ լինի, հա, իմ կերպարը հա։ Օրինակ իմ կարծիքով մեր դասարանային դասարներից է, որ իրենք կապը պահում են իրենց դասղեկի հետ։ Ու այսինքն ինչ sense եթերաշրջան։ Ես էլ եմ իմ դասղեկի հետ կապը պահում, բայց գիտես ոնց, իմ մոտ ընկերուհու մաման է իմ դասղեկը, գնում ընկերուհուստուն իրան էլ եմ տեսնում։ Հիմա կարող դու կերպարին երեխա ունես։ Ու ասենք ինեսայի ընկերուհին դառնա։ Օրինակ։ Չէ, դա Չնայած ես քեզ ասեմ, որ մեր սցենարիստի մտքի թռիչքը այնքան շատ է, որ մարդ ես, էլի, ինչ իմանանք, չկմտածի, ինքստեղ նստած։ Միած սերիալից դուրս հարցեմ քեզ ուզում։ Հա։ Ու չգիտեմ քեզ այդ հարցը տվել են թե չէ։ Հələ։ Եթե ոչ դերասանուհի, ապա ինչ մասնագիտություն։ Ու չեմ սիրում այս հարցը, դա շոտ են տվել։ Ու չեմ Ինչ սիրում, որովհետև լսիր, որովհետև ես 3 տարեկանից մերոնից տարել եմ բեմ։ Ու ես եղել եմ բեմում, սկզբից երգել եմ, կլիպներ եմ ունեցել, այն թվերին օրանժերովկի կինորել երգեր եմ գրել ինձ համար, պատկասպես այն թվերին, այդ հիմա է այդենց։ Իսկ դա 99-2000 թիվն էր ու դա կոնկրետ քննի էր էլի։ Դից 5-6 տարեկանում երգել եմ, կլիպներ եմ ունեցել։ Տխրեցի։ Շատ ֆնդալու է։ 26 տարեկան է։ Համարը 26 է։ Տենց կլինի։ 31 է։ Հա, չէ։ Համարը 26 է։ Հա,
Էլ ինչ է դու ասել։ Հետո մետրո թատրոնում եմ եղել երկար տարիներ։ Ու այդ թատրոն մտնելուց հետո այլ դժվար է մարդու մեջից հանել թատրոնը։ Բայց ես թատրոնում չկային։ Չէ։ Նայ դերասանները կյանքում չեն խաղում, որովհետև իրանք տեղ ունեն խաղալու։ Իսկ այն մարդիկ, ովքեր չունեն ինքնաարտահայտվելու հարթակ, են որ ասում են բանը կյանքը բեմ է, մարդիկ Շեքսպիրը։ Այ այդ մարդիկ, ովքեր ինքնաարտահայտվելու հարթակ չունեն, օրինակ դերասան չեն, կարող են կյանքում խաղալ, հասկանում եք, բայց դերասանները չեն անում դա, որովհետև իրանք ամբողջովին այդ գործի մեջ են արդեն սպառվում բրծնում են։ Միշտ հիշեք բոլորդ, կարևորը կյանքում դերասան չլինեք։ Այս ժամ, այսքանը։ Այս ժամի համար նախատեսված էր այսքանը կհանդիպենք 22:00։ Կհանդիպենք մեր հիմնական թողարկման։ Հաջորդիվ եղանակի տեսություն։ Հաջորդիվ գրեք կոմենտներ, որ հարցերը մյուս երկրորդ մասում տանք, խոստանում եմ միկրոֆոնս կաշխատի կներեք, այսօրվա համար այսքանը ես դրա մի ժամ արդեն ավա։ Ինտրիգային հարցեր։